1000-ով։ Ինչ ես ուշ պատասխանում։ Դու գիտես հեշտ է պատասխանել։ Երբ պարկած ես, մահճակալիդ վրա դրված է ռոմանտիկ նախաճաշ, հնչում է ռոմանտիկ երաժշտություն, ամբողջ սենյակով մեկ տարածված է հոտով մոմերի ու վալերանգայի հոտը, իսկ մահճակալի դիմաց կրքոտ խալաթով պարում է պիցա։ Աչքիս բիծու ճնշումը առավոտները լավ էլ բարձր է լինում։ Լսի, մեր գործը առաջ չի գնում։ Բիծեն տեղից չի շարժվում։ Բա լավ ինչ անենք։ Պետքա բիծուն տեղից շարժել, որ ամուսնանալու քայլեր ձեռնարկի։ Արի պլանավորենք։ Բա ինչ ասեմ որ գամ։ Այդ մի բան էլ դու մտածի։ Արագացրու, սպասում եմ։ Լավ կյանքս, հեսա գալիս եմ մոտդ։ Վայ, այստեղ ես վաչուկս։ Էդ ում է դեր խոսում։ Կյանքս չասացի, բանկից էին զանգել, վարկային մասնագետներ։ Երբ վանից ես դու վարկային մասնագետին ասում, կյանքս հեսա գալիս է մոտդ։ Վայ, կյանքս չես պատկերացնի, ուղղակի նենց լավ պայմաններով վարկ էր առաջարկում, որ ուրախությունից տենց ասեցի։ Վարկը քո ինչին է պետք։ Դե ուղղակի ուզում էի վարկ վերցնի, որ քեզ նոր տարում լավ նվեր առնեի։ Ուղղակի անակնկալս փչացրեցիր։ Լավ կյանքս ես տաքսի կանչեմ, գնամ, հա։ Վաչոլաս, քարտիդ մեջ գումար կա, չէ՞ որ տաքսի գումարը քարտից քաշի։ Հա։ Դե ինչ շատ չկարոտես։ Չէ, ստեղ մի բան են չի։ Այդ ինչ պայմաններով է վարկը տալիս, որ ասում է կյանքս։ Վատ գուլյատի հոտ եմ առնում։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Համով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհով Բնակվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կռվում իրար մի սենուտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված շիրովի վայր Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Միրոն, ինչ ես անում։ Միրոն փորձարկում է թե բրունի որ համն է իրան ավելի շատ դուր գալիս, շոկոլադը թե կարամելը։ Նա, ինչպես տեսնում եմ, շատ երկար ժամանակ չես հասկանում։ Չէ, Միրոյի մնացել է վերջի փորձարկումները։ Միրոն հասկացավ։ Իրան դուր է գալիս բրունի կարամելա շոկոլադա պատը։ Որ էքսպերիմենտներդ վերջացնես, կանցնես առաքումներին։ Միրոն հոգնել է առաքումներից։ Ընդհանրապես կապ չունի, ամսվա մեջ 100 առաքում անում թե 7 հատ, մեկը աշխատավարձը նույնն է։ Ու գումարը ընդամենը 1 շաբաթ է երիքում։ Պետք է կողքից եկամուտի աղբյուր ունենաս։ Միրոն կողքից ինչ պետք է ունենա։ Փող, de l'argent։ Par exemple, օրինակ ինձ նման, ես Մարսելի իմ տունը վարձով եմ տալիս։ Ամեն ամիս ստաբիլ փող են ստում քարտից։ Ոյ քեզ իշի բախտ։ Միրոն էլ Մարսելում տուն չուները տարվարձով ոտով ինքցած ապներ։ Լավ, երիք անկաբանը խոսես։ Բերկած առաքումները տար։ Ես հասկացա ինչ պետք է անեմ։ Կդառնամ բրոկեր ու ինչքան անշարժ գույք կա վարձով կտամ։ Ու այդ ժամանակ կողքից կունենամ եկամուտի բուլբուլակ։ Ոնց էր ես Սեբոն ասում։ Լավ մի խոսքով, կունենամ լիքը փող։ Պապ, բարի լույս, հուսամ լավ ես։
Սխալ ես ուսում։ Ինչ է, բա։ Կարևոր չի։ Պապ ջան, քո սիրելի տղեն, քո սիրելի հավի խրթխրթան նագեցներն ա բերել, որ նախաճաշ անես։ Ուշացած Ժիրո, ես արդեն պապայի համար համով նախաճաշ եմ բերել, հավի նագետներ բաներով։ Ամել չես տեսնում, պապան տրամադրություն չունի։ Նորմալ է։ Ես էլ որ առավոտ շուտ դուրս գամ բալկոն դեմքդ տեսնեմ, ես էլ տրամադրություն չեմ ունենա։ Պապա, կարաս տենց անես, ես լինեմ քո մեծ տղեն, որ սրա հարցերը լուծեմ։ Ժիրո, ձենդ կտրի թե չէ, Թե չէ ինչ։ քացով կտամ։ Դուր։ Մի հատ էլ երկուսդ էլ վերջացրեք։ Ես ձեր հավեսը չունեմ։ Իվան։ Աչքիս պապայի մոտ իրոք ամեն ինչ լուրջ է։ Ինչից հասկացար Ժիրո։ Դե առաջ որ քեզ սատկացնում էի արուն լվիկ էի անում, տալիս էի պատերին, հավեսով նայում էր։ Լավ գրամ տեսնեմ ինչ ա եղել։ Zero Ivan Մանե, պապան մեր խորտ մամային կասկածում հա։ Ինչի մեջ։ Դավաճանության։ Սկիսուրս արդեն չափերը անցել է։ Էդ արդեն red flag է։ Պապան էլ տարապում է։ Ոչ հացահուտում, ոչ ջուրախմ։ Չնայած ես իրան հասկանում եմ։ Ում մեծ տղեն էլ Իվանը լինի կտարապի էլի։ Բայց ես լրիվ ուրիշ պահ ա, պետք է մի բան մտածել։ Ժիրո, ես գիտեմ ինչա պետք անել։ Ինչ։ Պետք է Նիկային դավաճանության վրա բռնացնենք։ Բայց ինչի համար։ Կյանքս որ տանես ապացուցես, պապատ տեսնի, որ մենակ դու ես իրա մասին հոգ տանում, տունը կտակի քեզ։ Ծիտիկս դու խելքի կտուր ես։ Բայց այն ցնդած աղբորդ չասես, մենակ կանես։ Չէ դրան ինչ ասեմ։ Ասեմ որ սաղ փչացնի։ Ինչի էլի, ինչի աշխարհի բոլոր մեծ աղբերների մեջից այդ Իվանը ինձ բաժին ասավ։ Ռաշաս։ Նա ինչ ես անում։ Ես քեզ լրիվ հասկացա։ Ապրի իմ հասկացող ցուլիկը։ Դե արի մոտ պաչե։ Արի։ Լավ։ Քեզ ով թողեր մտնես մեր ռեստորան վիդեո նկարես մի հատ էլ վարձով տաս, որ կտամ գլխի, հիշողությունը կփախնի։ Խոչկոր։ Էդ էլ իմ լավությունը, որ ուզում էի անվճար գովազդ անել ռեստորանը։ Ինչ կարելի է գովազդ անել։ Փողոցը։ Բարև Ժորժ ջան։ Ձեզ համար բերել եմ էքսկլյուզիվ փողոց Երևանի կենտրոնում։ Արկա է ասֆալտապատում, գծանշում, նստարանները արկա են, կանաչ ծառերը, 4 կողմը շենքեր են եւ 2 ռեստորան։ Խորհուրդ կտամ այս մի ռեստորանը հանկարծ չմտնեք, բայց անպայման օգտվեք Ժիրո ռեստորանից։ Դե գինն էլ ոնց որ ասում են, ոչ շիշը վառի, ոչ քեբաբը, սա կարկելի։ Կներեք սեր բարձանոլ եք։ Աստված ոչանի։ Դա վերևի ռեստորանն է։ Մի վարքյան էլի։ Մեծ հարց կարելի է։ Լսում եմ ձեզ։ Ես բրոկեր եմ։ Ասում կա ու պետքա որ Վեստայի խաունտը վարձով տանք։ Ես անվճար գովազդ կանեմ։ Կներեք, ես բաթուրը պետքա փոխանցեմ Սեբաստյանին։ Խնդրեմ, համեցեք այստեղ։ Եկեք։ Տեքնես։ Լավ։ Ես նկարածս վիդեոները կգցեմ բրեկ կընկնեմ, միլիոնավոր դիտումներ կհավաքեմ։ Հետո կգա կընկնեք Միրոյի ոտերը, որ անվճար գովազդ անի ու չի անելու։ Որտեվ ինքը լինելով համար 1 մի խոսքով բրոկեր։ Zero Ivan Zero Ivan Սկեսուրջան հավանեցիր մեր սուրճը։ Հա, շատ լավն էր։ Չնայած որ ես չէի ուզում դու ստիպեցիր խմեմ։ Ոյ, ինչ ստիպել։ Եթե խմել վերջացրել ես, սուրճի բաժակը շուրջ տուր, տենամ ինչա բախտդ։ Չնայած որ ինպես հարսիկ ունես, բախտավոր ես։ Լավ, իսկ կարամ գնամ հարսիկ ջան։ Վայ, ինչ գնալ։ Մի հատ էս նագետները կեր,
Նոր կգնաս ամոչի մեր մոտից սոված գնաս։ Տատի ջան, ինչ ես ուզում։ Դատի լավ ֆիլոսոֆ բալաջանական դիսաս։ Հետևել ես Նիկային, բռնացրել ես սիրածների հետ։ Հետևել եմ Ալվարդ։ Իրան շատ նորմալ պահեց։ Սկզբից գնաց գեղեցկության սրա, հետո գնաց խանութներով ֆրֆռալու, ոչ մի բան չէր հավանում այդ աղջիկը։ Բայց ասեմ այդ կարմիր կուպարնիկը ոնց է սոսում։ Չոսկացա։ Դու գնացել ես Նիկայի սիրածների հետ բռնացնես, թե իր բարեմաստություններին նորից։ Հետևել եմ Ալվարդ։ Եթե ապացույցներ չենք կարողանում գտնել, ուրեմն ապացույցը պետքա ջեբը գցենք։ Այս սիրածին ոնց գցեմ ջեբը։ Դու գնաներս, ես կպլանավորեմ կգամ։ Գնա։ Նո։ Նիկա ջան, ոչ մի տեղ չգնաց, ես հեսա էլի բան եմ հյուրասիրելու քեզ։ Չէ, մերսի շատ, ես արդեն գնում եմ։ Ոյ, ամոթ չի։ Հələ օֆիցիալ հարսուս կեսուր չենք, արդեն ուզում ես մեր մեջ կռիվ լինի, մնա ես հեսա գալիս եմ։ Այս փաստորեն սենց կեղտոտ պլան եք մշակել, հա? Ոչինչ, ես անենց կեղտոտ պլան մշակեմ, ոչ մի ժավել չկարողանա Մաքսի։ Բարև ձեզ։ Կներեք, դուք ես հայտարարության հետ կապ ունեք։ Իհարկե, Միրոն բրոկեր է։ Սաղ կյանքս առաքիչ չեմ եղել։ Գիտես մասկը ինչ տներ եմ տվել վարձով։ Չնայած դու ջայլ ես, չես հիշի։ Շատ լավ, ես վարձով բնակարան եմ փնտրում, ունեք։ Արա, բայց մի րոպե։ Ես բնակարան չունեմ։ Չհայտարարություն եմ տվել։ Կներեք, ունեք բնակարան։ Հա, իհարկե։ Հեսա Միրոն տաքսի կանչի գնանք։ Տաքսին կանչեցի, հեսա որ վրա կհասնի։ Բայց կաղա մի բան է դու անեիր։ Ինչ անեմ։ Օրինակ տաքսու փողոտայիր։ Լավ։ Ոնց լավ։ Միրոն իմանը բիզնես կլաս կկանչեր։ Գնացինք, այստեղ հեսա կհասնի տաքսին։ Ու դրանք որոշել են դավաճանությունը բացահայտելու համար խորտ մամայի ջեբը սիրած գցեն։ Չէ դե դրանց արածը լրիվ ռեդ ֆլագ է։ Ուզում են մեզնից առաջ ընկնեն։ Սաղ է Ալվարդի մտածածն է։ Իվանը չէր կարա տենց բան մտածեր։ Կյանքս ես գիտեմ ինչա պետք անել, որ մենք իրանցից առաջ ընկնենք։ Ես քո մտածող ցավը տանեմ։ Ինչ։ Նայենք չենք անում։ Քեզ ու Նիկային իրար հետ նկարում ենք, հետո քո փոխարեն ես ֆոտոշոփով ուրիշ մարդու նկար եմ դնում։ Ոտանում եք այդ նկարը պապային ենք ցույց տալիս, Լավ բան ես ասում։ Բայց արի այդ ուրիշ մարդու փոխարեն Իվանի նկարը դնենք, որ պապան համ Իվանից զզվի, համ Նիկայից ու տունը ինձ կտակու։ Ի Կտակի։ Կյանքս բայց տենց պապա չի հավատա էլի։ Ավելի լավ է ես ուրիշ մարդու նկար դնեմ, ուղղակի մի հատ խնդիր ունենք։ Պիտի Նիկային նենց բերենք քո ռեստորանում նկարենք, որ ոչ մեկ չտեսնի։ Giro Ivan Giro Ivan Այն աղջիկն է, գնա, շապիտ։ Բարև գեղեցկուհի։ Սա ձեզ։ Իվան, հեսա նայ ոնց Ալֆրեդը գրավելու Նիկայի սիրտը։ Բայց դու ինը որտից գիտես։ Ոյ, Իվան։ Դերասանա, մաման որ դուք իրանը բաժանելու համար Ալֆրեդի ծառայություններին եք դիմում։ Ես չկարողացա անտարբեր անցնել ձեր գեղեցկության կողքով։ Շատ գեղեցիկ եք, շլացուցիչ։ Իվան, արդեն պետք է պապային կանչենք, որ ցույց տանք ոնց է Նիկան դավաճանում։ Հա, բայց կհասցնի ես ընթացքում դավաճանի։ Որ այսքան հարստաս արդեն ուշանա, գնացինք։ Չեք լսում, ասում եմ գնացեք մենակ թողեք ինձ։ Գնացեք։
Խորտ մամա ջան, ո՞նց ես։ Նորմալ դու։ Ես ո՞վ։ Ես չլինի նոր խորտ պապա ես ընտրել։ Չէ, ես երևի Իվանի նոր մատուցողներից է։ Ես քեզ։ Չեմ հավատում։ Իվանը հիմար որոշումներ կայացնելու պապան է, պապան։ Ես ինչ մատուցող ընտրել։ Բայց ես Ոչ մի բայց։ Արի։ Արի գնա հաշվի բեր։ Գնա, բայց կասես Իվանը փակի։ Գնա։ Արա։ Խորտ մամա ջան, կգաս գնանք մեր ռեստորան։ Քեզ հետ շատ կարևոր գործ կա։ Ինչ գործ։ Արի մեր մոտ ասենք, հա, խորտ կիսուր ջան, արի։ Պապ ջան, արի ցույց տամ քեզ որտեղ է դավաճանում Նիկան։ Որտեղ է դավաճանում։ Այստեղ։ Մեր քթի տակ, այս ռեստորանում, այս սեղանի մոտ։ Բա ուր է Նիկան։ Բայց հենց դու սեղանին հենված քեզ դավաճանում էր։ Ճիշտ ասում ցուլիկս, նենց էր դավաճանում ավելավա աչքերս չտեսնեին, ականջներս չլսեին, այս սեղանը չճոճվեր։ Լավ, էլի չեք ամաչում։ Իմալիս վիճակս նայեք։ Իմ սև սիրտը ձեր վարդագույն գույլյատները։ Ոչինչ, Իվան։ Մենք այս ռեստորանի տեսախցիկներով կապացուցենք պապայդ, որ Նիկան իրան դավաճանում էր, արի։ Խորտ մամ ջան, ես ուզում եմ, որ մեր նկարը լինի ռեստորանի ամենաերևացող հատվածում։ Ով մտնի, միանգամից տեսնի։ Բայց ինչի համար։ Դե Ժիրոն ուզում է, որ հաճախորդները գան, տեսնեն, որ սա ընտանեկան ջերմ ռեստորան է։ Դե նկարի։ Զորո լսի, ժամանակ չկա։ Սրանք աչքից կասկածում են, որ ես բիձուն դավաճանում եմ քո հետ։ Բա ո՞նց հասկացար։ Դե առավոտից մի հատ տատի, մեկ էլ չիլաբեկ բաուկ, հետևեցս ման են գալիս, ուր գնում են գալիս են։ Ժիրոնն ու Իվանն են։ Հասկացա։ Ուրեմն դու հենց հիմա գնա բիծու մոտ, ես մինչև 5 րոպեն ամեն ինչ կկազմակերպեմ։ Անցնում ենք պլան B-ին։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Լավ։ Ժիրո Իվան, Վան։ Ուր է Նիկա։ Չհասկացա, այս ինչ տոնով ես հետս խոսում, վա չագրեսիվ ես։ Դու հարցիս պատասխանի ուր էիր։ Վճո՞։ Քեզ ինչ եղավ, չլինի խանդում ես։ Հա, ես կասկածում եմ, որ դու ինձ դավաճանում ես։ Ինչ։ Բա։ Ինչ ասեցիր։ Դու ոնց կարաս կասկածես, որ ես քեզ դավաճանում եմ։ Դու ոնց չես ամաչում ու ինձ տենց բան ես ասում։ Դու միջև հոգուս խորքը ինձ նեղացրեցիր։ Ես հեռանում եմ քեզանից։ Ով դավաճանի ում ապտակ են։ Տաքսի կանչի։ Ես հեռանում եմ քեզանից։ Սնիկա։ Քեզ բան, սպասի շուտ տաքսի կանչեմ, թե չէ ստեղ լավ ծեծ եմ ուտելու, գիտես։ Չհասկացա ես ով է։ Իմ արև ես իրան առաջի անգամ եմ տեսնում։ Ինչ գործ ունի մեր պատշգամբում։ Նիկա ջան, ազնիվ խոսք, ես իրան առաջի անգամ եմ տեսնում։ Այս երևի նախորդ բնակիչներից մեկի սիրուհին է, եղել մնացել աստեղ։ Չհասկացա, վաչո։ Ինձ ասում ես ամուսնացած չեմ։ Արի իմ տուն։ Մենք միասին կլինենք։ Ստոր արարած, փաստորեն ինձ խաբել ես։ Ուրեմն լսի։ Ես բաժանվում եմ քեզանից։ Բայց ոչ թե ես եմ գնում ես տնից, այլ դու վեշերը հավաքում ես ու ռադդ քաշում ես։ Սրիկա։ Պապ ջան, քեզ համար լավ նորություն ունեմ։ Պապ, ես քեզ համար ավելի լավ նորություն ունեմ։ Իվան, շնորհք ես։
Հերթ կա, բան կա, կտրոն քաշի, սպասի հերթից հերթ կգա նորությունդ կասես։ Մի խանգարի, ես պապային ասելիք ունեմ։ Այդ քոնը ասելիքա, մերը ասելիք չի, ես եմ ասում։ Նիկան քեզ դավաճանում է։ Այդ որ տենց վստահ խոսում ես, ապացույցներ ունես։ Այս հեռախոսի մեջ վիդեո կա։ Իսկ դու ունես ապացույց։ Ես առանց ապացույց երբեք չեմ խոսում։ Պապ, Ապուշ, Ռոնալդոյի նկարը ֆոտոշոփ ես արել, կարծում ես պապան կհավատա։ Հա, պապան ֆուտբոլ չի նայում, ինչ պիտի իմանա ով է։ Իսկական ապացույցը էսպես ալի։ պապ, ես ապուշին բացատրի, որ առաջինը ես եմ քեզ ասել, որ խորտ մաման քեզ դավաճանում է։ Տղեկ ջան, առաջինը ոչ դու ես ասել, ոչ էլ դու ես ասել։ Առաջինը Նիկանը ապացուցել։ Որ ինքը քեզ դավաճանում է։ Չէ, որ ես եմ իրան դավաճանում։ Էլ քեզ տեղ չտեսնեմ, դավաճանի մեկը։ Նիկա ջան, բայց ես քեզ չեմ դավաճանել է։ Մինչև ամուսնական մատանիով չգաս ծնկաչոք ներողություն չխնդրես, ես քեզ չեմ ներելու։ Չշարանաս երբեք, տղեկ ջան, ինձ տեից նարի։ Շարանաս։ Չարանաս երբեք։ Պապա ջան, մի մտածի ամեն ինչ լավ կլինի, խմի։ Անուշ, Դու մտածելու բան էլ չունես, պապ ջան։ Նայ քո համար ինչ ուժեղորդ մամա ենք ընտրում։ Ժիրո կարաս ձենդ կտրես։ Պապա ջան կուզես քեզ հաց դնեմ ուտես։ Ալվարդ սոված ես տենց էլ ասեն չս պապային մեջ գցում։ Պապ ջան, մի հատ որ խնդրեմ կնայք, որն եք հավանում, պատվիրեմ։ Պապայի քնելու հարցը պիտի լուծենք։ Ես մի քանի մահճակալ եմ առանձնացրել։ Այսինքն սկրոլ արեք։ Բայց իզուր ես իրանց տալիս։ Քո ճաշակով մի բան պատվիրի։ Հեսա սրանք ասելու են, պատվիրում ես ինչ անես, մեկ մեր ձեռքով մի բան կսարքենք։ Էս սովա։ Իբր չգիտես ով է։ Սոված ես եղել, հաց ես պատվիրել, առաքիչն ա եկել։ Ժիրո ընկերս, Միրոն քո օգնության կարիքն ունի։ Ինչ հարցա որ։ Միրոն իր վարձով բնականը վարձով տվել է ուրիշին ու հայտնվել է դրսում։ Միրոն խնդրում է 1 օրով գիշերի ձեր տանը։ Մերսի։
չարանաս եկել։